մենք հարգում ենք բոլոր մեր թիմակիցների առաջնահերթ կարծիքը եւ հարգում ենք մեր քաղաքական խորհրդի որոշումը եւ այս դրդապատճառներն են եղել որպես որոշում քննարկման արդյունքը եւ բոլոր մեր թիմակիցներն են հարգանքով են վերաբերվում։ Տեղեկություններ կան, որ Տավուշի մարզում ռեյտինգային թեկնածու լինելու համար Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները իրար մեջ այդպես վիճում են, հա։ Դեռ չի որոշվել ովքեր են ռեյտինգային եւ ինչու են ձգտում ռեյտինգային թեկնածու լինել։ Վստահաբար ձեզ ասում եմ, մեր թիմի ներսում ոչ միայն Տավուշի մարզում, ընտրատարածքում մեր մոտ վեճի առարկա կամ խնդիր մենք չունենք, մենք ներքին մեր աշխատանքներն ենք նախնական, նախապատրաստական աշխատանքներն ենք իրականացնում, որպեսզի քարոզարշավը սկսելուն պես ներկայանալի մենք հանդես գանք մեր երկրի բնակիչների մոտ։ Մեր ծրագրերը ներկայացնենք, մեր քաղաքական թիմը ներկայացնենք եւ այս պարագայում քանի որ Տավուշի մարզը ասացիք, նույնիսկ Տավուշի մարզում բոլոր մեր տեխնացուները ներկայացնելու են մեր քաղաքական թիմի ծրագրերը, ամեն մի անձ իր անցած ճանապարհով ներկայացնելու է իր անցած ճանապարհը, իր գործունեությունը հետագայում խորհրդանում ինչ հնարավոր է ինքը կարող է անել եւ մեր երկրի քաղաքացիներն իր որոշումը կայացնելու է թե ում է գործուղելու խորհրդարան։ Տեսեք, մեր ցուցակում դուք գիտեք, որ նաև նոր մարդիկ կան, ովքեր որ падգամավոր չեն եղել եւ գործընթացներում չեն եղել եւ դա ակնհայտ է, որ փոփոխություն է։ Օրինակ Արման Աբովյանը Երևանի ավականու անդամ է, եկել է падգամավորական ցուցակ, դա լուրջ փոփոխություն է։ Արման Աբովյանը Երևանու ավականու անդամ է, ընդամենը 1 ամիս եւ կարծում ենք քաղաքական դաշտում նա նոր է սկսել իր գործունեությունը եւ խորհրդարանում իր տեսակը լինելով ես գտնում եմ, որ դրական անդրադարձ է ունենալու հետագա մեր գործունեության հետ կապված։ Գալիս եք նաեւ Երևանի ավականու ընտրությունները։ Հիմա այդ մարդը Երևանի խնդիրները պետք է զբաղվի թե համապետական։ Երևանի խնդիրներով, եթե պարոն Աբովյանը կգա խորհրդարան, Երևանի խնդիրներով կզբաղվեն ավականու մեր մյուս ներկայացուցիչները եւ նա կզբաղվի խորհրդարանական գործունեությամբ։ Եթե նա չի գա խորհրդարան, նա կզբաղվի ավականու գործունեությամբ, ընդ որում կրկնվում եմ, պարոն Աբովյանը ընդամենը 1 ամիս է ինչ գործունեություն է ծավալում որպես Երևանու ավականու ներկայացուցիչ։ Դուք ձեր ձևակերպումներով անիմաստ եք։ Վստահաբար ձեզ ասում եմ, մեր քաղաքական թիմը քննարկել է եւ որոշում է կայացրել եւ այս տեսքը ստացել է մեր քաղաքական քննարկումների արդյունքում։ Նման բովանդակությամբ քննարկում, որ այս շեմը կանցնի թե չի անցնի, մեր մոտ նմանատիպ քննարկում չի եղել, դա ապատեղեկատվություն է։ Իսկ իմ անձնական ներքին վստահ համոզմունքն է, որ Արգամ Աբրահամյանը բավականին մեծ հեղինակություն է վայելում հատկապես Արարատի մարզում։ Դա նրա անձնական ցանկությունն է եղել եւ իր փոխարեն ես չեմ էլ պատրաստվում պատասխանելու, կարող եք այդ հարցը հղել իրեն։ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ եւ նա իր գործունեությունը քաղաքական ծավալել է հասարակության աչքի առջև հրապարակային եւ հետագայում վստահ եմ նույն ձեռագրով եւ նույն գործելավոճով էլ գործունեությունը ծավալել է։ Օրենսդրական գործունեությամբ պարոն Ծառուկյանն ըստ էության չի զբաղվել, իսկ ազգային ժողովը օրենսդիր դուք ձեր ձևակերպման մեջ թյուր ընկալում եք առհասարակ ձևակերպում, ասեմ ինչու, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը հանդիսացել է նախկինում Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարը, ներկայումս Ծառուկյան Դաշիկ խմբակցության ղեկավարը, իսկ այսօր էլ մենք կարող ենք արձանագրել, որ Ծառուկյան խմբակցությունը ամենաակտիվ օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկող խմբակցությունն է եւ պատահական չէ, որ այսօր էլ Պարլամենտ մոնիտորինգ կայքը հրապարակել է պաշտոնական տվյալներ, որտեղ մասնավորապես շատ հստակ ներկայացված են, որ Պարլամենտում ամենաակտիվ падգամավորները Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչներն են, նաև հաշվի առնելով օրենսդրական նախաձեռնությունները եւ ակտիվ իրենց գործունեությունը, եւ դա վկայում է այն մասին, որ նաև Գագիկ Ծառուկյանը եւ մեր խմբակցությունը ամենաակտիվն են եղել։